Հարցի իրավունքը Թագուհի Թովմասյանինն է, համեցեք Տիկին Թովմասյան։ Շնորհակալություն։ Տիկին Վարդապետյան, ես այս հարցը 2020 թվականից սկսած տալիս եմ բոլոր գլխավոր դատախազներին, ովքեր տարեկան հաղորդմամբ ներկայանում են, եւ ըստ այդմ ես հետաքրքրվում եմ, ինչ է անում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ դատախազությունը, որպեսզի Ադրբեջանի հետ մենք կարողանանք մնալ իրավական բալանսի մեջ։ Հարցը հետևյալի մասին է։ Ադրբեջանը հայերի շուրջ 300 հոգու ըստ իրենց պաշտոնական դատախազության հայտարարության հայտարարել է հետախուզում։ Եվ նաև մենք մի քանի տասնյակ գերիներ ունենք Ադրբեջանում, որոնք այս պահին ապօրինաբար ակնհայտ քաղաքական եւ ակնհայտ կողմնակալ դատավարության շրջանակներում ճակերտավոր դատապարտվում են Բաքվի բանտերում։ Ինչ է անում դատախազությունը իրավական բալանսը ապահովելու համար, որովհետև մենք տեղյակ ենք, որ ցանկացած ռազմական ագրեսիայի, փոքրիկ ագրեսիայի, մեծ ագրեսիայի դեպքում լինում են հայկական կողմից պաշտոնական հայտարարություններ, թե հարուցվում է վարույթ կամ արդեն հարուցվել է վարույթ Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների համար, ապօրինի ներխուժումների համար եւ այլն։ Այդ գործերը ինչ ավարտ են ունենում։ Եվ որպեսզի համեմատություն անցկացնեմ, ուզում եմ հիշեցնել, որ համենայն դեպս պաշտոնական տեղեկության համաձայն այս ընթացքում Հայաստանի դատախազությունը միայն մեկ հոգու նկատմամբ է Ադրբեջանից հայտարարել հետախուզում, որը ֆուտբոլային մեկնաբան է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր իրավապահների տեսադաշտում չկա։ Ինչու այն դեպքում, երբ որ նրանք ակնհայտորեն մտել են Հայաստանի սուվերեն տարածք դուրս չեն գալիս, կան հարուցված վարույթներ եւ այդ վարույթների շրջանակներում երևի թե ինչ որ քննություն է իրականացվում, բայց այդ քննության արդյունքում մենք չենք տեսնում ադրբեջանական կողմի որևէ, չասեմ պատիժ, բայց գոնե նմանվող մի բան։ Շնորհակալ եմ։ Տիկին Թովմասյան, շնորհակալ եմ հարցի համար, դուք եթե սխալվում եմ ինձ ուղեք, նաև գրավոր եք նմանատիպ հարցումներ մեզ ուղարկում, այո, եւ մենք վստահ եմ հիշում եք, որ մեկ անգամ նմանատիպ զրույց ունեցել ենք, նաև գրավոր եմ ձեզ արձագանքել, որ վարույթները պաշտպանված են գաղտնիության ռեժիմով եւ տեղեկատվության ազատության մասին օրենքը հնարավորություն չի տալիս առկա տեղեկատվությունը փոխանցելու։ Հիմա շարունակում են նույն կանոնը առկա լինել եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ես հրապարակային եւ ոչ հրապարակային տեղեկատվություն տրամադրել ձեզ չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ անուշադրության մատնված վարույթ չունենք ձեր նշած ոլորտում եւ նախաքննությունն ընթացքի մեջ է։ Հուսամ ըմբռնումով եք մոտենում իմ պատասխանին, սա որևէ կերպ նպատակ չունի խուսափել ձեր հարցի պատասխանելուց, ուղղակի որպես իրավաբան ես հստակ գիտակցում եմ ինչ է նշանակում գաղտնիության ռեժիմի խախտում եւ ստիպված եմ նորից վկա կոչելով գաղտնիության ռեժիմը ձեր հարցին բովանդակային չանդրադառնալ։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Վարդապետյան, ամեն առիթով այդ հարցը տալու եմ, որովհետև ես դեռ չեմ տեսնում որևէ գործողություն, որը կարող է նմանվել այն իրավական բալանսի պահանջարկին, որը որ մենք ցանկացած հայ զգում է, այսինքն եթե Ադրբեջանի դատախազությունը կարող է հայ պաշտոնյայի նկատմամբ հարուցել հետախուզում, քրեական վարույթ, ինչու չի կարող անել նույն բանը գլխավոր դատախազը Հայաստանի։ Սա այսպես։ Եվ երկրորդ արձագանքի իրավունքից օգտվելով երկրորդ հարցն եմ ուզում հնչեցնել, 2024 թվականին մեծ շուկով հայտարարվեց, որ կոռուպցիոն գործարք է բացահայտվել, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորվեց, մի շարք մարդիկ կալանավորվեցին, այդ թվում ազգային ժողովի նախագահի եղբոր կինը կալանավորվեց, բայց այդ գործի ընթացքը մենք չհասկացանք ուր գնաց, եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ազգային ժողովի նախագահի հայտարարությունների վրա, որը հայտարարել է, որ իրավապահները սխալվել են այդ գործով։ Ինչու եք սխալվում, ինչու եք սխալ մարդկանց կալանավորում եւ առավել եւս համարձակվում սխալմամբ կալանավորել ազգային ժողովի նախագահի եղբոր տիկնոջը։ Շնորհակալություն։ Տիկին Թովմասյան, նախորդ ձեր արձագանքի կապակցությամբ մեկ պարզաբանում կարողի եւ չկարողի մասին չի խոսքը։ Ես չգիտեմ ինչ ռեժիմով է քննվում այլ երկրում արկա քրեական վարույթը, մեր վարույթը գաղտնիության ռեժիմով է պաշտպանված եւ դա որևէ կերպ ինձ թույլ չի տալիս հրապարակային եւ ոչ հրապարակային ձևաչափով ձեզ տեղեկատվություն տրամադրել, կխնդրեմ այս առումով
այս իգիտությունը ընդունել, ոչ թե կարողությունների տարբերության մասին է խոսքը, այլ տեղեկատվություն տրամադրելու իրավական ռեժիմների տարբերության մասին է խոսքը, մեր վարույթը պաշտպանված է գաղտնիության ռեժիմով եւ դա թույլ չի տալիս ինձ դրա մասին խոսել։ Երկրորդ հարցի կապակցությամբ, եթե ճիշտ հասկացա, հարցնում եք որտեղ է գործը գտնվում է դատարանում երկու մեղադրյալի վերաբերյալ հրապարակային բաց դատաքննություն է, ազատ է ունկնդրելու, որևէ նախաքննությունում, այս փուլում քննվող վարույթ չունենք։ Այն անձանց վերաբերյալ, ովքեր համագործակցել են վարույթի հետ գործուն զղջալու հիմքով հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ են կայացված, դրա մասին մենք հրապարակային ենք նշել եւ գրավոր եւ բանավոր ձեր հարցադրումներին պատասխանելիս, իսկ գործը հիմնական կատարողների վերաբերյալ գտնվում է հրապարակային դատաքննության փուլում, դատարանում։ Արման Ղազարյան։ Տիկին Վարդապետյան,